Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր իմ ալիքում խոհանոցային անկյուն է եւ ես ձեզ ներկայացնում եմ մի հրաշալի կրեմի բաղադրատոմս։ Տեսեք ինչքան թեթև տեսք ունի, իդեպ շատ համեղ է եւ կարելի ասել ունիվերսալ կրեմ է։ Այն կարելի է օգտագործել բազմաթիվ թխվածքներում, որի համար անհրաժեշտ է ունենալ կարագ, եփված խտացրած կաթ եւ մյուսն էլ առանց եփված։ Կարագը կտրատում ենք, տնային ջերմաստիճանում թողել ենք, որ փափկեցած կարագը հարում ենք այնքան, մինչև որ գույնը սպիտակում է եւ արդեն նկատելի է, որ լավ բացվել է, որից հետո արդեն մաս ավելացնում ենք խտացրած կաթը, դա շատ կարևոր է, միանգամից ես չեմ ավելացնում, մաս երբ որ ավելացնում ենք, ավելի լավ է ստացվում կրեմը։ Սկզբում ավելացնում եմ եփված խտացրած կաթը, որից հետո էլ ավելացնում եմ մյուս կաթը։ Չափերը կգրեմ բնութագրման բաժնում, թե այս կրեմի համար կոնկրետ քանի գրամ կարագ եւ խտացրած կաթ եմ օգտագործել։ Մի լավ հարելուց հետո վերջում, որպես գաղտնի բաղադրիչ, ավելացնում եմ հալված շոկոլադ 70-ից 80% շոկոլադ, որն էլ հենց յուրահատուկ համ է հաղորդում այս կրեմին եւ նման կրեմը շատ լավ արդեն խմորների վրա նստում է, կարելի է տարբեր տեսակի թխվածքների մեջ օգտագործել այս կրեմը, հատկապես միկադոյի համար է շատ հարմար, շեշտերով այդպես խմորներում շատ լավ է ստացվում, շեշտավոր չէ, շեշտերով ժողովուրդ ջան չշփոթեք, եւ ահա վերջում ավելացնում եմ չեփվածը, տեսեք ինչքան թեթև է ստացվում, մի լավ խառնում ենք, պատերից ազատում ենք, կարող է չհարված մասսա լինի եւ ամբողջությամբ լավ հարում ենք, այս ամենը շատ կարճ ժամանակ է տևում եւ շոկոլադը կարող եք հալել կամ միկրոալիքային վառարանում կամ էլ ջրի գոլորշու վրա, որից հետո էլ ավելացնել արդեն կրեմի մեջ եւ այսպես պատրաստեցի, գրեթե ավարտում եմ մի յուրահատուկ համեղ կրեմ։ Տեսեք, վերջում արդեն հերթը եկավ շոկոլադին, շոկոլադը ավելացնելուց հետո խառնում եմ եւ արդեն պատրաստ է լինում այս հրաշալի կրեմը։ Կարծում եմ կպատրաստեք եւ սա ձեզ դուր կգա եւ ձեր անբաժանելի կրեմներից մեկը կլինի։ Իսկ դուք որ կրեմի տեսակն եք հավանում, սերուցքային, եփովի, թե խտացրած կաթով եւ կարագով։ Գրեք մեկնաբանություններում, ինձ շատ հետաքրքիր է։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա համար այս հրաշալի բաղադրատոմսը ներկայացրեցի։ Առողջ եղեք, լավ մնացեք ինձ հետ, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։